Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում պոետի ծննդյան տոնի առթիվ նոր ցուցասրահ է բացվել որդիներից մեկի Սիփան Շիրազի անունով։ Սրահում կցուցադրվեն կրտսեր Շիրազի տարբեր ժամանակների ստեղծագործություններ։ Նա օժտված էր այնպիսի մի ցիրկով, որ նրա մոտ կարծեք թե ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվել է, եւ քանդակագործություն, եւ գեղանկարչություն, եւ պոեզիա։ Նա նաեւ ստեղծագործել է եւ նրա գրքերը այսօր եւս ցուցադրության դրվում են, բայց հիմնական շեշտադրումը այսօրվա նրա որպես արվեստագետ լինելն է, նրա գեղանկարչական եւ քանդակագործական որոշ աշխատանքների ցուցադրությունն է։ Շատ հուզիչ պահ իմ համար, որպես եղբայր կրտսեր։ Հայրիկը ուզում էր, որ իր զավակները լինեն ոգու արվեստի աշխարհից ու այս ձևի եղավ։ Շիրազի նպատակը զավակների հետ կապված իրականացել է, ես կարող եմ այդպես գնահատել։ Այսպիսով հանճարեղ պոետի հուշատուն թանգարանը դառնում է հարթակ ոչ միայն Շիրազի ժառանգության պահպանման, այլև նրա զավակների ստեղծագործությունները հանրայնացնելու համար։ Հովհաննես Շիրազի զավակներից եւ Վանան Շիրազի, եւ Մասիս Շիրազի, եւ Սիփան Շիրազի, եւ Արա Շիրազի գործեր մեր մոտ մասնագիտորեն ցուցադրվում էին։ Հadouk որպես ցուցասրահ հատկացված ունեինք Արա Շիրազի համար, եւ սա արդեն երկրորդն է, որ հատկացրեցինք Սիփան Շիրազին եւ իր աշխատանքներին։ Սիփան Շիրազի անվան ցուցասրահը նորոգվել է Գյումրու Աբագանու որոշմամբ համայնքի միջոցներով։ Ցուցասրահը կծառայի նաև այլ ցուցադրությունների կազմակերպմանը, թանգարանի ֆոնդային ու մշտական ցուցադրության մեջ չներառված նյութերի հանրահռչակմանը։ Վստահ եմ նաև կլինեն համագործակցային շատ ծրագրեր, որոնք գուցե առաջին հայացքից կապ չեն ունենա Շիրազի նրա ժառանգների կամ նրա ստեղծագործական աշխարհի հետ, բայց այս բարեկարգ տարածքը կտա հնարավորություն փոքր կամերային ցուցադրություններ կազմակերպել։ Մշակութային միջավայր է, որ պիտի լինի կենդանի եւ հնարավորինս շատ առիթներ պիտի օգտագործենք այսպիսի համագործակցային եւ փոխգործակցային ծրագրերի համար, որտեղ գուցե դու այլ միջոցառման ես մարդուն կանչում, բայց ինքը ունի հնարավորություն զուգահեռ նաև ճանաչել թանգարանը եւ լինել թանգարանում։ Ըստ Թովմասյանի զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Գյումրու տարբեր թանգարաններում վերազինման աշխատանքներ են կատարվում, ամենուր բացվելու են նոր ու հետաքրքիր ցուցադրություններ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։